Իհարկե, զուգահեռ նաև պետք է աշխատենք դատարանները այլ ճանապարհներով բեռնաթափելու ուղղությամբ։ Մեկ օրինակ կբերեմ, այսօր ամենածանրաբեռնվածը աշխատում է ըստ էության վարչական դատարանը, վարչական վերաքննիչ դատարանում մեծ փոփոխություն է տեղի ունենալու, այս նախագիծը եւս առաջին ընթերցմամբ հաստատվել է ազգային ժողովի կողմից, խոսքը պետական մարմինների վերադասության կարգով, այսինքն վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակման նախագծի մասին է, մինչև 300,000 դրամ տուգանքներով ակտերը պետական մարմինները այլևս հնարավորություն չեն ունենալու բողոքարկել վերաքննիչ դատարան եւ վիճակագրական թվերը փաստում են, որ այս փոփոխության իրականացմամբ վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը թոթափվելու է 30%-ով։ Այսինքն վարչական դատարանը հնարավորություն է ունենալու կենտրոնանալ այլ գործերի վրա եւ ավելի արագ քննել գործերը եւ քանի որ նախորդին նշեցի, որ ունենալու են հստակ ժամկետ գործերի քննության, ըստ էության մեր քաղաքացիները կարծում եմ պետք է ապագայում 1-2 տարի հետո գոնե թե գոհ լինեն այն process-ի տևողությունից, որի մեջ իրենք կհայտնվեն։ Հաջորդ կարևոր փոփոխությունը, որը տեղի ունեցել, կրկին պրոֆեսիոնալների գործելակերպի կանխատեսելիության ապահովմանն է ավելի միտված եւ կոռուպցիայի դեմ պայքարին, խոսքը բարեվարկության վերաբերյալ եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակման պահանջի սահմանման մասին է։ Սա այլևս արժանացել է արժեհավանության առաջին ընթերցմամբ եւ երկրորդ ընթերցմամբ կլսվի առաջիկայում, ինչ նախագիծ է սա։ Մի շարք պաշտոնների պարագայում պարտադիր է, որպեսզի թեկնածուներն անցնեն բարեվարկության ստուգում, որի արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տրամադրում է եզրակացություն կամ բացասական կամ դրական։ Իհարկե այդ եզրակացությունը ունի խորհրդատվական բնույթ, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ նշանակող մարմինները, այսինքն այն մարմինները, որոնք տվյալ պաշտոնում անձին նշանակելու հնարավորություն ունեն, շատ հաճախ հաշվի չեն նստում այդ եզրակացության բովանդակության հետ եւ առաջխաղացման են գնում մարդիկ կամ նշանակվում են պաշտոններում մարդիկ, ովքեր ունեն բացասական եզրակացություն։ Սա պրակտիկայում չի բացառվում եւ ապագայում էլ չեն կարող բացառել, բայց որպեսզի նշանակումներն ավելի կանխատեսելի դարձնենք եւ հանրության համար թափանցիկ, սահմանել ենք պահանջ նշանակման դեպքում բարեվարկության եզրակացության եզրափակիչ մասը հրապարակելու։ Այսինքն, եթե նշանակող մարմինը կհամարի, որ միևնույն է, պետք է հաղթահարել այդ եզրակացությունը եւ նշանակել պաշտոնում անձին, ապա պետք է այդ եզրակացության եզրափակիչ մասը տեսանելի լինի մեր բոլորի համար։ Հաջորդ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը, որը եղել է, դա էթիկայի եւ կարգապահական հարցերի դատավորների հանձնաժողովի հետ կապված փոփոխությունն է։ Այստեղ ունենք շահերի բալանսավորման խնդիր, դատավորների թիվը շատ ավելի մեծ է, քան իրավաբան գիտնականների, մենք փորձում ենք բալանսավորել, նախատեսում ենք 3 նոր տեղ իրավաբան գիտնականների համար, որպեսզի գերատեսչական շահը իսպառ բացառենք։ Մենք քննարկել ենք նաև անձնական տվյալների պաշտպանության նոր առանձին մարմնի ստեղծման հնարավորություն նախատեսող հայեցակարգը եւ հիմա մշակում ենք օրենսդրական նախագիծը։ Սա այն մասին է, որ մեր պետությունում պետք է գործի առանձին մարմին բավարար ռեսուրսով, որպեսզի կարողանանք մենք այս ոլորտում մեր աշխատանքները կազմակերպել շատ ավելի արդյունավետ եւ միտված մարդու անձնական տվյալների պաշտպանությանը։ Եվ նաև մեկ կարևոր փոփոխություն, որը վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտին, որը կրկին քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն է միտված եւ պետք է նշեմ, որ այս հարցին մեր ուշադրությունը հրավիրել են հենց քաղաքացիները նախարարի հետ հարց ու պատասխան ձևաչափի ընթացքում։ Այսօր մենք ունենք միակ բնակարանի, պարտաբանին պատկանող միակ բնակարանի օտարման մինիմալ գին, որը նախկինում 4,900,000 դրամներ, փոխհատուցման արժեքի մասին է խոսքը, մենք դա բարձրացրինք 7,800,000 դրամի հասցրինք, այսինքն հիմա
չի օտարվելու միակ բնակարանը պարտապանի պատկանող, եթե դրա արժեքը նվազ է 7.800.000 դրամից, իսկ եթե նվազ չէ, ապա պարտապանին տրամադրվելու է 7.800.000, ես միլիարդ եմ նշել, 7.800.000 դրամի փոխհատուցում, որպեսզի շփոթ չառաջանա։ Մենք նաև զարգացրել ենք վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները, սա ևս մեկ գործիք է դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու, մեր երկրում գործում են արբիտրաժի եւ հաշտարարության ինստիտուտները, գործում է նաև արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնը, ձեզ չծանրաբեռնելու համար թվական տվյալներ չեմ նշի, բայց կնշեմ, որ դրանք կայացման ճանապարհին են այս ինստիտուտները եւ որքան կայանան, այնքան դատարանների ծանրաբեռնվածությունը կթոթափվի։ Մեկ լավ լուր ևս ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում նախորդ տարի մենք ունեցել ենք 100% կատարողական ցուցանիշ, ինչի արդյունքում մեր պետությանն է փոխանցվել 5.5 միլիոն եվրո։ Ես իհարկե շատ երկար կարող եմ խոսել, երկու բառով ասեմ քրեակատարական ծառայության հետ կապված աշխատանքի մասին, մենք շարունակում ենք բարելավել պատժի կրման պայմանները եւ անազատության մեջ պահվող անձանց գտնվելու վայրերի կենսապայմանները, այսպես ասեմ, մենք շատ լայնածավալ վերանորոգման շինարարական աշխատանքներ ենք իրականացրել բոլոր քրեակատարական հիմնարկներում եւ այդ աշխատանքները շարունակվելու են հաջորդ տարվա ընթացքում եւ մեկ շատ կարեւոր լուր, որի մասին ուզում եմ խոսել, իհարկե դա նորություն չէ, բայց մեզ վերջապես հաջողվեց փակել դատապարտյալների հիվանդանոց քրեակատարական հիմնարկը։ Այսինքն մեր երկրում այլևս այդ հիմնարկը չի գործում, փոխարենը Արմավիր քրեակատարական կենտրոնում գործում է բժշկական հագեցած նոր սարքավորումներով ստացիոնար ստորաբաժանում եւ այս բարեփոխումը մենք իրականացրել ենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, որպեսզի ունակ լինենք մատուցել այդ անձանց բժշկական պատշաճ սպասարկում։ Եվ երկու բառով ներկայացնեմ մեր առաջիկա անելիքները։ Եկող տարվա համար մեր առաջնահերթություններն են իհարկե նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը եւ դա ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում, չենք շեղվելու նաեւ այն ժամկետներից, որոնց մասին, որ ես նախորդիվ խոսել եմ բազմիցս, եւ մեր աշխատանքների ամփոփման ամիսը մարտ ամիսն է շարունակում մնալ, այսինքն մարտին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա այլևս կլինի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ուղարկվել է վարչապետի աշխատակազմ եւ առաջիկայում կքննարկվի նաեւ նախարարական կոմիտեներում։ Հույս ունենք, որ առաջին 6 ամիսների ընթացքում կկարողանանք վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը արժանացնել կառավարության հավանությանը։